Պարոն Հայրիկյան, մի քանի օր է քննարկումներ են ընթանում ազգային ժողովի ելխմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկի հետ կապված, նա առաջարկում է օրակարգ ձևավորել Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս բերելու։ Ես կուզենայի իմանալ այս հարցը արդյոք մնում է ձեր օրակարգում թե ոչ եւ արդյոք աջակցում եք դուք այս նախաձեռնությանը։ Եթե խոսքը վերաբերում է բարոյական աջակցությանը, բարոյահոգեբանական, ապա բնականաբար աջակցում ենք, բայց ըստ էության, եթե անկեղծ լինենք, ապա պիտի մենք խոսենք, որ չի կարող նա, ով եղել է առաջամարտիկ ինչ-որ հարցի, իրեն աջակցողի կարգավիճակում զգալ, երբ նույն հարցին միանում են նաև այլ մարդիկ։ Սա հեղինակային իրավունքի հարց չի, այլ պարզապես պատմական ճշմարտության, որովհետև հենց առաջին օրվանից, երբ Սերժ Սարգսյանը հանկարծ անակնկալ նաև իր կուսակիցների համար հայտարարեց, որ կողմնորոշվել է դեպի ԵԱՏՄ, այն ժամանակ մաքսային միություն, մենք սկզբից մեղմ ցույցերով, ապա բուռն ցույցերով, նաև եվրոպական դրոշներով մեր վերաբերմունքը ցույց տվեցինք։ Չեմ մոռանում, որ հետո Սերժ Սարգսյանը անուղղակիորեն խոստովանեց, որ դա եղել է ոչ թե քաղաքակրթական ընտրություն, այլ եղել է ազգային անվտանգության շահերից ելնելով, անվտանգության խնդիրները կարևորագույնը համարելով։ Իհարկե դա մի կողմից պիտի տրամադրել իր օգտին, որ ինչ լավ է, որ ինքը նրբորեն խոստովանում է, բայց մյուս կողմից իշխանական համակարգում քաղաքականության մեջ, քաղաքագիտության մեջ կա հասկացություն։ Երբ զգում ես, որ մի բան դու չես կարող անել կամ ստիպված ես սխալ անել, դու պիտի կամ դրա մասին հրապարակավ խոսես աջակցություն ստանալու կամ խորհուրդներ ստանալու, այլ ծրագրեր ստանալու համար, կամ էլ հրաժարական տաս։ Դե մեզ մոտ այդ մշակույթը այնքան էլ գոյություն չունի, անգամ 98 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը դա հրաժարական չէր, ինքը իշխանությունը փոխանցեց իր այն խուժան տղերքին, չար տղերքին։ Նրանց ումից ինքը փախնում էր, իշխանությունը փոխանցեց նրանց։ Ըստ էության Հայաստանում, ասենք ինչը տեղի ունեցավ Բրիտանիայում, երբ Բրիտանիան դուրս եկավ Եվրոպական միությունից կամ այդպիսի հանրաքվե եղավ, վարչապետը հրաժարական տվեց։ Հիմա Հայաստանը տրամադրված էր Եվրոպական միության հետ հարաբերությունների սերտացմանը եւ հետո հանկարծակի քայլ կատարեց դեպի Ռուսաստան, ռուսական կայսրություն, պիտի այդտեղ նախագահը հրաժարական տար, ասել ես նախընտրական քարոզարշավում հանդես եմ եկել այլ դրույթով, հիմա այլ բան եմ անում, սա պարկեշտ չէ, սա նույնիսկ անվայելուչ է եւ որպեսզի այդ անվայելուչ վիճակում ես չհայտնվեմ, փոխում եմ։ Ինչ վերաբերում է խորհրդարանում բարձրացված, ես դեռևս չեմ կարող դա կոչել լուրջ քննարկումներ, բայց ամեն դեպքում այդ հարցի հարցարկմանը ես դա շատ ողջունում եմ, անձամբ ես, որովհետև ԱԻՄ-ը դրան չի անդրադարձել, այդ խնդրի վերաբերյալ մենք քննարկումներ չենք ունեցել, բայց համոզված եմ, որ նաև ԱԻՄ ղեկավար մարմինը, նախագահությունը դա դրական կգնահատի, սակայն փաստ է, որ Հայաստանում գրեթե չի եղել դեպք, երբ ընդդիմադիր կամ այդպես համարվող ուժերի նախաձեռնությունը դրական զարգացում ապրի։ Ուստի ես դրան վերաբերում եմ որպես հերթական ցույց, բողոքի ցույց կամ չի կարող դա օրակարգ դառնալ, Աստված տա որ դառնա, բայց մեր իրականության մեջ այդպիսի բան չի եղել։ Եթե լինում էլ է, ապա նախապես պայմանավորվում են, որ այդ հարցը ընդդիմությունը բարձրացնի, իբր ընդդիմությունը Երանի այդպես լինի։ Ամեն դեպքում ես ողջունելի եմ համարում Էդմոն Մարուքյանը, ես իրեն երեխա ժամանակվանից գիտեմ, հայրահիմական էր, բնական է, որ իր մակարդակով նաև ստացած դաստիարակությամբ պիտի դեպի ճշմարտությունը ձգտի։ Հիմա հավատում եմ, որ ինքը, գիտեք, շատ հաճախ խնդիրը ոչ այնքան վերաբերում է կողմնորոշմանը, աջակողմյանը, թե ձախակողմյանը, այլ ճշմարտությանը։ Ճշմարիտ է, չէ՞ որ Ռուսաստանի տնտեսությունը այդ հսկայական իր ընդհանրապես Իտալիայի մակարդակին է։ Այսինքն փոքրիկ Իտալիան ունի նույնքան ներքին համախառն արդյունք, որքան Ռուսաստանը։ Այսինքն տնտեսական տեսակետից չի կարող Ռուսաստանը ավելի շահեկան լինել որևէ պետության համար, քան Եվրոպական միությունը, որը ամբողջ միասնության մեջ կարելի է գերտերություն համարել, ոչ պակաս, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այսինքն ճշմարտությամբ է առաջնորդվում որևէ մեկը, ով խոսում է այն խնդրի մասին, որ չի կարելի Ռուսաստանով սահմանափակվել, այսինքն Ռուսաստանի հետ հարաբերությունների պատճառով սահմանազատվել մյուս աշխարհից, մանավանդ Եվրոպական միությունից։ Ի վերջո եվրոպացիները բավական բարյացակամ են Հայաստանի նկատմամբ, բայց դա անընդմեջ շարունակվել չի կարող։ Դա էլ պիտի մենք միշտ նկատի ունենանք։
տեսակետ կա, որ վերջին օրերին Ռուսաստանի Դաշնության որդեգրած քաղաքականությունը կապված Պետդումայի որոշման հետ, որ ըստ էության սահմանափակվում են հայաստանցի վարորդների Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու իրավունքների եւ նաեւ Վյաչիսլավ Վոլոդինի հայտարարությունները ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու հետ կապված հնարավոր է նպատակ ունեն առաջիկայում Հայաստան Եվրամիություն փաստաթղթի ստորագրումը խոչընդոտել։ Այդ դուք ունեք նման մտավախություն թե ոչ։ Ժամանակին 4 տարի առաջ նույնպես Հայաստանում տրամադրված էին, որ բոլոր հարցերը քննարկված են, բանակցություններն ավարտված, Հայաստանը պիտի ստորագրի։ Հիմա Ռուսաստանում շատ լավ գիտեմ, որ այդ ամենը իրենք կարող են մի փոքր սպառնալիքով կամ մեծ սպառնալիքով միանգամից անեացնել։ Այդ փորձը, այդ նախադեպը իրենք ունեն։ Այնպես որ մինչև որ չստորագրվի եւ մինչև որ այդ ստորագրությունը չվավերացվի խորհրդարանում, ես այսօրվա իշխանությունների մասին չեմ կարող նույնիսկ անբնական է ինձ համար լսելը, որ նրանք պատրաստ են անել ինչ-որ բան Հայաստանի օգտին, Ռուսաստանի ցանկությունների դեմ։ Հիմա դա որքանով է Ռուսաստանին վնասում, ռուսները իրենք կիմանան, եւ նրանք ճիշտ են այն իմաստով, որ ցանկացած արժանապատվություն ունեցող ազգ ժամանակի ընթացքում իր շահերը ավելի բարձր է դասում։ Մանավանդ եթե այդ շահերը շատ ակնհայտ են։ Եթե մենք Ռուսաստանին օրինակի համար 100 միլիոն դոլար ճակերտավոր պարտքի դիմաց տվեցինք մոտ 500 միլիոն դոլարի արժեք եւ դա բնական համարվեց, ապա Եվրոպան ընդհակառակը անընդմեջ օգնում է Հայաստանին եւ անփոխատույց։ Նույնը Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այսինքն շատ է տարբեր։ Այն որ ասում են Ռուսաստանը հայմատաբար էժան զենք է վաճառում, թող չվաճառի, թող ոչ մեզ վաճառի, ոչ էլ Ադրբեջանին եւ նպաստի միջազգայինորեն ամրագրված քաղաքականությանը, որ այս հարցը պիտի խաղաղ բանակցությունների միջոցով լուծվի։ Զենք վաճառելով դու դրան չես նպաստում։ Ուրեմն նրանք ովքեր իրենք խաբում են, թե մենք ռուսական զենք ենք ստանում, ես պիտի նշեմ, որ ռուսական զենքը իր մակարդակով շատ ցածր որակի զենք է, մանավանդ մեծ տրվող զենքը եւ այդ զենքով բարեկամությունը որոշելը ինքնախապեյություն է, որովհետեւ զենքը ի վերջո հանգեցնում է կրակոցի։ Իսկ կրակոց նշանակում է մահեր եւ որևէ բանական մարդու համար պիտի ցանկալի չլինի որևէ մեկի մահը մի սպանիր։ Ինչ վերաբերում է Հայաստանի վրա ազդելու քաղաքականությանը, մենք Ռուսաստանի դեպքում պիտի այն դեպքում զարմանանք միայն, երբ հայտնում են Սախարովի կամ Արլովի կամ Գլեբ Յակունինի կամ Կավալյովի պես դեմքեր։ Այդ դեպքերում մենք պիտի զարմանանք, որ վայ, ինչ հետաքրքիր է, որովհետև դրանք իրենց կեցվածքով, իրենց աշխարհանկալումով տարբերվում են ռուսական իմպերիալիզմի արդեն դարեր տևող դիրքորոշումից։ Հիմա երբ Ռուսաստանի որևէ պաշտոնյա հայտարարում է, որ հայեր դուք պիտի ռուսերեն խոսեք կամ ռուսերեն դարձնեք ձեր պետական, դա Ռուսաստանն է։ Իսկ ով որ դրանից զարմանում է, նա նշանակում է չգիտի թե ինչ է նշանակում Ռուսաստան։ Այլ բան է թե դու քեզ ինչպես ես դրսևորում։ Դու եթե քեզ պահեր հենց սկզբից արժանապատիվ կեցված դրսևորեիր, բնական է որ Ռուսաստանը չէր համարձակվի։ Հիմա Ռուսաստանի կայսերապետ աշխատան նկատումներն են բանում։ Այո, այդ քաղաքականության հետևողական դրսևորումն է, բայց մի բան ես ասեմ, որ Ռուսաստանը արդեն մեծ հաջողության հասել է։ Բոլշևիկյան կլինի, ցարական, պուտինյան Ռուսաստան, դա նույն Ռուսաստանն է։ Բոլշևիկյան ժամանակներում գործը հեշտ էր, որովհետև նրանք իրենց իմպերիալիստական, կայսերապաշտական նկարտումները կարողանում են քողարկել ինչ-որ գաղափարախոսությամբ։ Իբր կա համաշխարհային հեղափոխության գաղափար, եւ այդ լույսի տակ ճիշտ կլինի, որ մեկ ազգ լինի, ազգերը երկրորդական են։ Հիմա դա չկա, այստեղ արդեն ռուսական կայսերապաշտությունը ամբողջությամբ է դրսևորվում։ Բայց տեսեք, նրանք արդեն Հայաստանում հաղթել են։ Բոլոր այն մտավորականիկները, որ բնականon են համարում սովետական ուղղագրությամբ գրելը, այսօրվա ուղղագրությամբ գրելը, նրանք արդեն կիսովչափ կատարել են Ռուսաստանի կամքը։ Այս ուղղագրությամբ, որով մենք այսօր ստիպված ենք գրել դեռևս, հայությունը կտրվել է իր արմատներից, որտեղ գիտեք, բառարմատներն են փոխված։ Կտրվել է Սփյուռքից եւ այսօր արհեստական խոչընդոտ է առաջացել մեր ներսում։ Այսինքն այն ինչ որ նրանք ուզում են անել, դա եւս մեկ փուլ է, բայց նրանք համարձակվում են այդ փուլն իրականացնել, որովհետեւ ի տարբերություն Ադրբեջանի, ի տարբերություն Տաջիկստանի,
Մենք պահպանում ենք սովետական ուղղագրությունը։ Տաջիկստանը, Ադրբեջանը, Մոլդովան, կարծեմ վերջերս նաև Ղազախստանը, նրանք հրաժարվեցին սովետի պարտադրած ուղղագրությունից։ Իսկ մենք շարունակում ենք նույնը։ Եվ դրան հետևելով ասում են, այս հայերեն ստրուկները չեն, այն ողորմելիները չեն, որ Մանուկ Աբեղյանի անվան տակ մենք իրենց պարտադրեցինք մի խեղագրություն, որով իրենք շարունակում են այսօր, որը շարունակում են օգտագործել։ Ուրեմն սրանց կարելի է պարտադրել նաև ավելին։ Ճնշումներ եղել են եւ ճնշումները կշարունակվեն։ Կարևորն այն է, որ դրան դիմակայել կարողանաս։ Սրանք դիմակայելու փորձ չունեն։ Ես նույնիսկ բանտերում իմացել եմ ռուսական իմպերիալիզմի հետ ինչպես խոսել, բայց սրանք չուզեցին երբևէ օգտվել այն փորձից, որ ես ունեցել եմ։ Դուք հասկանում եք, պատահական չի, որ Գորբաչովը ինձ ոչ թե կալանավորեց, այլ ստիպված եղավ արտաքսել։ Վերջում էլ ստիպված եղավ հետ ընդունել։ Այդ նույն ռուսական կայսրությունն էր։ Ես գիտեի ինչպես իրենց հետ խոսել։ Սրանք ողորմելի անարժանապատիվ ինչ որ ես գիտեք նրանց նկատի չունեմ, ովքեր գործակալ են, դրանք գործակալ են։ Իսկ ովքեր գործակալ չեն, ուղղակի արժանապատվությունից զուրկ, ողորմելի, փորձառություն ունեցող խեղճ մարդիկ են եւ խեղճ են հատկապես այն պատճառով, որ մարդ պարտավոր չի ամեն ինչ իմանալ, բայց բանական մարդը ինչ ինքը չգիտի, հարցնում է իմացողին եւ նրա ասածով կողմնորոշվում։ Խեղճ են նաեւ դրանով։ Դուք ողջունում եք Էդմոն Մարուքյանի առաջ քաշած գաղափարը, պատրաստ եք նրան ինչ-որ կերպ աջակցել։ Ես ողջունում եմ Հայաստանի քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերությունները խորացնելու ձգտումը, ցանկությունը, նպատակը։ Էդմոն Մարուքյանը կլինի, թե որևէ մեկը կլինի, նա անում է այն, ինչի համար ժամանակին ստեղծվել է ԱԻՄ-ը, ինչին ծառայել է ԱԻՄ-ը եւ բնականաբար ԱԻՄ-ը բոլոր նրանց, ովքեր որ թեկուզ եւ բավական մեծ ուշացումով այդ ճանապարհին կկանգնեն, նրանք կարող են վստահորեն ապավինել մեր աջակցությանը։ Պարոն Հայրիկյան, օրակարգում շարունակում է, ընդդիմության օրակարգում շարունակում է մնալ 2018 թվականի ապրիլից հետո Ռուբենինելու Հայաստանի Հանրապետության վարչապետ, օրերս Սերժ Սարգսյան արտարցի իր հարցազրույցում անդրադարձավ, նշեց, որ ըստ էության դեռ չի որոշել, թե ինչ անելու, ավելին իրենց քաղաքական ուժի, քանի որ մեծամասնությունն է, իրենք են որոշելու վարչապետի հարցը, առհասարակ որքանով է կեղծ օրակարգ քննարկել, թե առհասարակ 18-ին ով է լինելու վարչապետ, որքանով է հնարավոր ընդհանրապես այդպիսի մի օրակարգի ձևավորում ընդդիմադիրների կողմից, թե ամեն ինչ անել, որպեսզի բացառել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը, այդ ձեր մոտեցումն է։ Ձեր երկարաշունչ հարցում հնչեց կեղծ օրակարգ բառը, դա ամենաճիշտ բնութագրումն է։ Իսկապես դա կեղծ օրակարգ է։ Ինչ է նշանակում ով կլինի վարչապետը, երբ խորհրդարանական մեծամասնությունը պատկանում է մի որոշակի հստակ քաղաքական կամ ճակերտավոր քաղաքական ուժի։ Ինչու եմ ասում ճակերտավոր, որովհետև իշխանության եկած ամեն ուժ չի որ լինում է քաղաքական։ Կան ուժեր, որոնց նպատակն է իշխանությունը։ Դա իշխանական է, բայց ոչ քաղաքական։ Ուրեմն այդ ուղղությամբ բոլոր խոսակցությունները ոչ միայն մանկամիտ են, այլ նաև շեղում են մի գլխավոր հարցից։ Մենք հնչեցրել ենք եւ օդում դա դեռևս կախված է։ Մեր գլխավոր հարցը, մեր ժողովրդի, կարող եմ ասել, մեր սերնդի գլխավոր հարցը սահմանադրությունն է։ Կեղծված սահմանադրությամբ ընդունված, այդ կեղծիքներով ընդունված ըստ էության կեղծված սահմանադրության մեջ կա մի դրույթ, որ 200,000 քաղաքացիների ստորագրություն հավաքելով դու կարող ես սահմանադրական փոփոխություն իրականացնել։ Մենք կոչ ենք արել բոլոր քաղաքական ուժերին համախմբվել այս գաղափարի շուրջ։ Ժամանակ ենք տվել պայմանականորեն մտածելու, խորելու, հասկանալու, մինչև, ասենք, օգոստոսի վերջ, սեպտեմբերի սկիզբ։ Արդեն համաձայնություն ունենք դեմոկրատական կուսակցության հետ եւ միավորված կուսակցության հետ, որ դա իսկապես կարևոր հարց է եւ արժե միասնական աշխատել։ Բայց քանի որ սա համազգային հարց է, մենք ակնկալում ենք բոլոր այն ուժերի աջակցությունը, որոնք որ դեմ են եղել, որոնք որ քննադատական խոսք են հնչեցրել սահմանադրական փոփոխությունների ընթացքի վերաբերյալ։ Ուրեմն եթե որևէ քաղաքական ուժ խոսում է համազգային կարևորության քաղաքական հարցի մասին, բայց չի անդրադառնում այս հարցին, այլ խոսում է թե իշխանական մեծամասնություն ում կնշանակի վարչապետ։ Հովիկ Աբրահամյան, Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան կամ Տիգրան Սարգսյան, ախր ինչ տարբերություն։ Այսինքն դա իսկապես մանկամիտ է։ Եվ բոլոր այն ուժերը, որ խոսում են այդ հարցի մասին, նշանակում է իրենք նաև նպատակ ունեն շեղել
կարևորագույն հարցից։ Մենք այսօր մեկ հիմնական խնդիր ունենք։ Մեկ հիմնական խնդիր, որ իր մեջ ներառում է հայության արժև ծառացած բոլոր խնդիրները։ Հայաստանը անկախ է, եթե քաղաքացին երկրի տերն է։ Եթե Հայաստանի քաղաքացին երկրի տերը չէ, Հայաստանը անկախ չէ, Հայաստանը ժողովրդավարական չէ, Հայաստանը իրավական չէ։ Ուրեմն գլխավոր խնդիրը սահմանադրության միջոցով, սահմանադրական փոփոխությունների միջոցով քաղաքացին երկրի տերը դարձնելն է։ Մանավանդ որ սահմանադրությունը կեղծված է։ Պարոն Հայրիկյան, շատ է խոսվում, որ առաջիկա 5 տարիներին ընտրություններ չկա։ Դուք պատկերացնում եք արդյոք որոշակի ակտիվություն այս անդորից հետո, շատ են ասում են, սա անդոր է փոթորկից առաջ, ինչ է կարծում, հնարավոր է այս վիճակը իսկապես երկար պահպանվի, այս ստագնացիան, թե ֆորս մաժոր ուղղակի անխուսափելի է։ Անխուսափելի չէ ոչինչ, չի կարելի որևէ բան իմաստես անխուսափելի է, չի կարելի նաև բացառել, բայց բոլոր քաղաքական որակի հայտարարությունները գնահատելուց առաջ պիտի նայես, թե ով է այդ հայտարարությունն անողը։ Երբևէ ինչ հայտարարություն է արել, որքանով է իր հայտարարությունը արդարացել, ինչ ճանապարհ է անցել, ինչպիսի փորձ ունի, արժի ուշադրություն դարձնել, անգամ ուշադրություն դարձնել իր գեղեցիկ դարձվածքներին։ Եթե մենք ուզում ենք, որ ընտրությունները հաճախակի լինեն, իսկ դա պիտի սկզբունք լինի ցանկացած ժողովրդավար մարդու համար։ Միջազգային բոլոր փաստաթղթերում ամրագրված է, որ քաղաքացիները պետք է ապահովված լինեն արդար եւ պարբերաբար տեղի ունեցող ընտրություններով։ Այնտեղ մի բաստողում կա հաճախական պարբերականությամբ։ Իմ բացարձակ ժողովրդավարության բանաձևի գլխավոր դրույթներից մեկն այն է, որ քաղաքացին պիտի ոչ թե 5 տարին մեկ ընտրությունների մասնակցի, այլ 2 տարին, ամենակիչը 3 տարին մեկ։ Դրանով ինքը պիտի իր ներկայությունը, իր վերահսկողությունը ապահովի։ Հիմա մենք բնական է, որ մարդկանց մոտ դժգոհություն է առաջանում։ Առաջ 2.5 տարին մեկ ունեինք համազգային ընտրություն, հիմա ունենք 5 տարին մեկ։ Բայց դա փոխելու մի ճանապարհ կա, փոխել սահմանադրությունը։ Եվ որևէ բուռն վերելք սպասելի է միայն մեկ դեպքում։ Հավաքում ենք այդ 200,000 ստորագրությունը, ներկայացնում ենք խորհրդարանին, խորհրդարանը իրավունք ունի ձգձգել, ինչպես ցանկացած ավազակ, այդպես էլ այս ավազակները իրենց պաշտպանության երկրորդ գիծն են պատրաստել։ Բա որ վաղը Հայրիկյանը կարողանա 200,000 ստորագրություն հավաքել եւ իր անտեսված, մերժված այլընտրանքային տարբերակը բերի, ինչ պիտի անենք, ասում այսպես անենք, ասենք որ կարող ես հավաքել 200,000, բայց խորհրդարանը 2/3 պիտի որոշի, թե երբ է լինելու հանրակրվեն։ Ու խորհրդարանը կարող է որոշել 2027 թվականի սեպտեմբերի ասենք։ Այդ դրա առաջն առնելու համար պետք է բոլոր ուժերը համախմբեն, որպեսզի պարլամենտում քվեարկողը իմանա, որ իրեն պայթյուն է սպասում, որովհետև քաղաքացիները արդեն բերել են 200,000 հոգի ստորագրել են կամ 400,000 հոգի, միայն այդ դեպքում կարող են տեղի ունենալ լուրջ փոփոխություններ։ Բայց մենք տեսել ենք սահմանադրական փոփոխություններն անգամ որևէ կերպ չակտիվացրեցին հանրության տրամադրությունները։ Կեղծ սահմանադրություն, այո, բայց եթե քաղաքացին, տեսեք, ինչի էին իրենք վախենում այլընտրանքային տարբերակը նույնիսկ քննարկելուց, որովհետև նույնիսկ քննարկելու ընթացքում այդ հավաքվածները 10 իրավաբաններից գոնե 7-ը կասեր Հայրիկյանի տվածը ճիշտ է, դա է ժողովրդավարականը, դա է քաղաքացիների ներկայությունը ապահովողը։ Որպեսզի դա տեղի չունենար, չգիտեմ, դուք հիշում եք այդ պահը, երբ մենք դալագրողների մեծ խմբով գնացինք ժամադրությանը, որտեղ պետք է քննարկումը տեղի ունենար, եւ այդ հանդիպումը հետաձգվեց, իբր թե հետաձգվեց, իրականում սահմանադրական դատարանի ղեկավարը փախավ։ Այսինքն այդպիսի բան որևէ երկրում չի լինում, որ իշխանության 3 ճյուղերից մեկի ղեկավարը իր իսկ ժամադրությունից փախնի։ Հիմա նույնը այստեղ չի եղել բուռն վերելք, որովհետև մարդիկ տեսել են, որ մի ապուշություն է իրենց ներկայացվում։ Պատկերացրեք, արևմուտքում կրթություն ստացած, մեծացած մարդը, որի երկրում ցանկացած դպրոցական գիտի, որ իշխանության 3 ճյուղերը պետք է առանձին ձևավորվեն ժողովրդի կողմից, որ իրար հակակշռեն։ Հանկարծ դա վեր է կենում, Հայաստանում ասում է, ես խորհրդարանական համագարկի կողմնակից եմ։ Այսինքն գտել էին այդ տեսակ մանկամիտների, ել չեմ ասում ծախուների, եւ տրամադրություն են ստեղծել, որ խորհրդարանական համակարգը, նախնադարյան համակարգը, մանկապարտեզը բարձրագույնի հայտարարությամբ լավն է։ Այդ պայմաններում քաղաքացին ենթագիտակցորեն զգում է, որ ինչ որ բան է ինչի։ Ես առաջ կարող էի նախագահ ընտրել, գլխավոր հրամանատար ընտրել, հիմա չեմ կարող։ Այս ո՞նց են ասում լավն է։ Ու բնական է այդ ուղղությամբ տրամադրվածություն եւ գործնականություն չկար։ Հիմա եթե մենք չեմ ասում համընդհանուր օրինակ ՀԱԿ-ը քննադատում էր, չէ՞։ Չենք ասում եղբայրանանք, ոչ էլ իմ աչքի լույսը կարող են ՀԱԿ-ը այս հարցին դեմ է եղել, եթե ՀԱԿ-ը միանում է ժողովրդական կուսակցությունը, միանում է դաշնակցությունը որպես
քաղաքացու իրավունքների իբրև թե ձախակողմյան պաշտպան։ Չի միանում Աստված իր հետ։ Ժառանգությունը, որի ղեկավար աչքից լույսի չէ, բայց բոլորը կարևոր չի։ Միասնական ճակատ ենք ստեղծում, հավաքում ենք այդ 200,000-ի փոխարեն 500,000 ստորագրություն, ասում ենք, այս ինչ որ է նշանակի սահմանադրական հանրաքվե։ Սահմանադրական հանրաքվեից հետո պիտի արդեն ընտրովի լինի եւ վարչապետը, նախագահ չենք ունենա, ժողովրդի կողմից ընտրված վարչապետ եւ խորհրդարանը եւ դատական վերին ատյանի բոլոր ներկայացուցիչները։ Այսինքն առաջին ատյանի դատավորները լինում են տեխնացու, որ իրենց լավ պահած, ճիշտ պահած դատավորները դառնում են վերահսկիչ ատյանների դատավորներ։ Այսինքն ժողովուրդն է լինում երկրի տերը։ Այդպիսի նախագծի արկայության դեպքում կարելի է սպասել շատ բուռն։ ԱԻՄ-ը կարող ենք ասել, որ միանում է այս նախաձեռնությանը։ ԱԻՄ-ը միանում է նրան, ինչին ինքը միացած էր ի սկզբանե, ԱԻՄ-ի կանոնադրության մեջ, ծրագիր կանոնադրությունը պետականորեն հաստատված, նշված է, որ տեսեք, խոսքս վերաբերում է 15 տարի առաջվա վերջնական խմբագրմանը, որ ԱԻՄ-ը ամեն ինչ պիտի անի, որպեսզի Հայաստանը դառնա Եվրոպական միության անդամ դառնալու մակարդակի պետություն։ Տեսեք, նույնիսկ խոսքը նրա մասին չէ, որ մենք անդամ դառնանք Եվրոպական միության, ասում մենք այնպեսի բարձր մակարդակ պիտի ունենանք, որ Եվրոպական միությունը ինքը ասի, ինչ անենք, ոնց անենք, որ այդ Հայաստանի մակարդակը նաև մերը դառնա։ Եվ բնականաբար ես հարցինի պատասխան պիտի ասեմ, որ մենք չենք կարող միանալ նրան, ինչ մենք ենք։ Բայց մենք բնականաբար պիտի ողջունենք նրանց, ովքեր որ ընդունում են այն, ինչ մեզ համար արժեք է եւ կանոնադրորեն ամրագրված արժեք։ Մի քիչ գիտեք վիրավորականը, չէ, որ 50 տարի գործող կուսակցությունը, որը 15 տարի առաջ նույնիսկ ամրագրել է, որ դա է իր նպատակը, այսօր որևէ մեկի հայտարարության հետ կապված ասի, վայ, մենք միանում ենք իրեն։ Նրանք միացան մեզ, մենք ողջունում ենք իրենց միացումը եւ մենք իրենց հետ ենք։ Այստեղ խտրականություն չենք դնի, բայց ճշմարտությունը պահանջում է ասել, որ 3 ստեղծված կուսակցությունը միացավ 50 տարի առաջ ստեղծված կուսակցության նախաձեռնություններից մեկին եւ բնականաբար այդ 50 տարի առաջ ստեղծված քաղաքական ուժը ասում է, որ ողջունում է ձեզ եւ եթե որևէ հարցում կարող է ձեր ոլորտում գործերում օգտակար լինել, օգտակար կլինի, բայց եթե ուզում ես հաջողության հասնել, մի բան կա, պատվիր մեծերին, չես պատվում մեծերին, ուրեմն դու անպատկառ լակոտ ես։ Ոչ թե անդաստերակ ես, այլ անպատկառ լակոտ ես, իսկ անպատկառ լակոտին երբեք հաջողություն չի հասնի։ Խոսքը հեռու մեզնից Մարուկյանին չի վերաբերում, որևէ մեկը։ Օրինակ կային մարդիկ ինձ ասում էին, անկախությունը ձեր մենաշնորհն է, իմ մենաշնորհը չի, բայց անկախություն ասում էին Հայաստանում հասկանում էին Հայրիկյան, թեկուզ անկախություն թերթով։ Եթե նա այդպես է ասում, ուրեմն անպատկառ է, եթե անպատկառ է, ուրեմն ավելի փոքրիկ է։ Եթե փոքրիկ է, նա ինչպես կարող է մեծերի հետ պայքարում հաջողության հասնել։ Ուրեմն ես շատ ուրախ եմ, որ այս հարցում մենք մենակ չենք եւ բոլոր նրանք, ովքեր որ ճշմարտության կողքին են կանգնած, մեր կողքին են, մենք էլ իրենց կողքին։